դատարանը նախագահության դրմեանի Քարտուղարության Թորոսյանի 2025 թվականի հոկտեմբերի 2-ին դրամբաց նախնական դատական նիստում շարունակում է թիվ ՀԿԴ 00650224 գործի քննությունը, նիստերի քարտուղարի խնդրում զեկուցել ովքեր ներկայացել։ Հարկերի դատարան նախնական դատական նիստին ներկայացել են այսօր գլխավոր դատախազության ներկայացուցիչներ Դավիթ Մեյրովյանը եւ Կահլեն Աբինյանը, պատասխանող Արմեն Սաքապետոյանը, պատասխանողներ Արմեն Սաքապետոյանի, Մարիանա Մկրտչյանի եւ Հայկ Սաքապետոյանի ներկայացուցիչներ Վարաստա Դասատրյանը եւ Արմեն Հարությունյանը։ Հարկերի դատարան ներկայացել է դատական նիստին նաեւ իրավաբան ներդրկից Տիգրան Ղուկասյանը ներկայացրել է միջնորդություն տեսանկարահանել դատական նիստը։ Լավ, շնորհակալություն։ Նախ քննարկենք լրատվամիջոցի միջնորդությունը, ներկայացվել է անվանակարտը իրավաբան Նեթի թղթակից Տիգրան Ղուկասյան, ուժի մեջ է անվանակարտը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ստուգվեց, վերադարձվում է տեսանկարահանման միջնորդության քննարկում։ Ոչ միայն տեսանկարահանում, այլև շատ լավ պայմանները պարզ են միջնորդության, տալիս եք ձեր համաձայնությունը հայցվող ներկայացուցիչներ։ Պատասխանողի ներկայացուցիչներ։ Չէ կարող, շատ լավ։ Միայն խնդրում, որ համակարգչի հնարավորության դեպքում համակարգչի տվյալները տեսանկարահանվի։ Պարոն Ղուկասյան, պայմանով միջնորդությունը բավարարվում է։ Հարկերի ներկայացուցիչներ հաշվի առնելով գործի քննության հետաձգման պատճառները, նախորդ դատական նիստով հայցվորի ներկայացուցիչը նոր էր ներգրավվել, գործի նյութերին ծանոթանալու անհրաժեշտություն կար։ Նախ դատարանը պարզի, պարոն Մեյրովյան, գործին ամբողջ ծավալով ծանոթացել եք, թե ոչ, նյութերին տիրապետում եք, կարող եք գործի քննությունը շարունակել։ Հարկերի դատարան տրամադրված սա ժամանակահատվածը բավական չի եղել ամբողջությամբ ծանոթանալու համար։ Ինձ որոշակի սա ժամանակահատված է անհրաժեշտ գործընթացն ամբողջությամբ ծանոթանալու համար եւ դիրքորոշում ներկայացնել։ Կար նաեւ չքննարկված հայցի հիմքի եւ առարկայի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ միջնորդություն, դա ներկայացվել էր հուլիսի 30-ին կայացած դատական նիստի ժամանակ։ Այդ միջնորդության քննարկումը դեռևս չի իրականացվել։ Այդ միջնորդությունը այս նիստով կարող ենք իրականացնել, պարոն Մեյրովյան։ Ամբողջությամբ ծանոթանալուց հետո վերջնական դիրքորոշումն ներկայացնել միջնորդության վերաբերյալ։ Դիրքորոշում միջնորդության վերաբերյալ։ Այսինքն պնդում ենք, թե հասկանալի է, հնարավոր է փոփոխություններ լինեն, այսինքն այդ նույն միջնորդության։ Հնարավոր է լինեն, հնարավոր է ոչ։ Ինչով պայմանավորված, պարոն Մեյրովյան։ Նյութերին պետք է ծանոթանալ ամբողջությամբ հարկերի դատարան, որպեսզի հասկանանք։ Հիմա խնդրում եք հետաձգել դատական նիստը, թե ոչ գործի քննությունը։ Պատասխանող։ Գավասյան դեպքում Մեյրովյանը ազնիվ գտնվեց եւ մեծ հաշվով, եթե գործի նյութերին ծանոթ չէ, իմ կարծիքով արդար չէ եւ ճիշտ չէ լինի իր կողմից այդ միջնորդությունը տնդել, որովհետեւ մեծ հաշվով չի մանավանդ ինչ միջնորդությունն է, ներկայացրած միջնորդությունի բովանդակության տնդելը, այլ հետևանքներ կամ այլ տեղականման մտահոգությունների, հետագայում բնականաբար մտահոգությունը գործընկերոջ արդարացված է եւ չէ։ Կարող եք նստել, պարոն Մեյրովյան, հարցեր չունեմ։ Ինչքան ժամանակ ձեզ հարկավոր, պարոն Մեյրովյան։ 2 շաբաթ։ Կարող եք նստել։ Հայցվորի միջնորդության բավարարման արդյունքում գործի քննությունը հետաձգվում է ևս մեկ նախնական դատական նիստով։ Հաջորդ նիստի օրը եւ ժամը համաձայնեցնենք։ Ինչ-որ հայտարարություններ, պարոն Սաքապետյան։ Չէ, ուղղակի համիլների հետ կապված 16-ից 30-ը հանրապետությունը չէ լինելու գործում համիլներու հոկտեմբերի։ Հոկտեմբերի 16-ից 30։ Լավ։ Հանրապետություն
ես էլ արդեն այլ դատական նիստերով բացած այն, որ այդ ժամանակահատվածում ևս արձակի քննության գտնվել մի քանի օր նվազ իհարկե, չրանցից։ Հոկտեմբերի 15-ին ժամը 12-ին։ Օրինակ, որը երկրում չեմ լինելու, մինչև 15, եթե հնարավոր է դատական նիստ նշանակենք, կամ 15-ից, այսինքն ամսի 25-ից է։ Հոկտեմբերի 14 ժամը 17։ Այո, ժամը 5-ին։ Հարմար է բոլորին։ Կարծես թե բոլորին հարմար է։ Հոկտեմբերի 14-ին ժամը 17:00-ին։ Նշանակվեց հաջորդ նախնական դատական նիստը, համարվում են պատշաճ ստանձնված, նիստը հայտարարվում փակված։ Հաջողություն ձեզ։ Մինչև